Պատրաստում եմ հավի կրծքամսից կիևյան կոտլետներ։ Հավի կրծքամիսը, սոխը, սխտորը հարիչի օգնությամբ հարել եմ։ Ավելացնում եմ հացը, որը նախօրոք կաթով թրջել եմ, և 2 ձու։ Լավ խառնում եմ։ Ավելացնում եմ համեմունքները, սև և կարմիր պղպեղները, խմելի, սունելի, աղ և չաման։ Լավ խառնելուց հետո թողնում եմ մի ամբողջ օր սառնարանում հանգստանա։ Հաջորդ օրը պատրաստում եմ մեր համեղ, շատ գեղեցիկ կիևյան կոտլետ։ Ձեռքի ափի չափը վերցնում ենք, որպեսզի մեծ չլինի։ Բացում եմ, դնում եմ կարագը, նայեք, փակում եմ, գեղեցիկ։ Նորից ափի չափով հարթեցնում ենք։ Մեր կոտլետը պատրաստ է։ Հացի մեջն եմ թրջել կաթով հարել եմ ֆարշը, դրա համար էլ այսքան փափուկ ու սպիտակ է ստացվել։ Ես մի անգամից չեմ անում, դասավորում եմ, պատրաստում եմ, նոր անցկացնում եմ պաքսիմատի մեջ, որպեսզի մեր պաքսիմատն էլ մաքուր լինի, անընդհատ ձեռքերը չթաթախենք պաքսիմատի մեջ, պաքսիմատը սկսվի արդեն կեղտոտվել, մսի կտորներ մնան մեջ։ Կոտլետն արդեն պատրաստ է, թաթախում եմ պաքսիմատի մեջ։